Արձանագրենք ինչ, Փաշինյանը, ասենք մեղմ ասած, լեզու է գտել Եվրամիության հետ, խնդիր չունի չէ Եվրամիությունից, Ուրսուլա ֆոն դեր Լայն եկավ, ասեց Եվրամիությունը պատրաստ է, իդեպ իր կարգավիճակով առաջին դեմքն է, Եվրահանձնաժողովի նախագահ, Հայաստանը կապ չունի, խնդիրներ ունենա այլոց հետ, այդ թվում նաև Ռուսաստանի պատրաստ են օգնել, այսինքն արձանագրում ենք մի ուժային կենտրոն, Եվրամիություն, նորմալ է հարաբերությունը, երկրորդ ուժային կենտրոնը Միացյալ Նահանգներ, Տրամպի ուղին տրվեց, 74% թե 76% ակցիաները տվեցին Միացյալ Նահանգների ինչ-որ տնտեսվարող սուբյեկտներին, այդ տարածքը սկզբունքորեն ինքը միջանցք է, հանձնվել է Միացյալ Նահանգներին, ԱՄՆ-ի կողմից խնդիր չունի, այդ թվում նաև մեր մոտ հատուկ եզակի մետաղներ կա, ընդերքի հետ կապված Մարկո Ռուբիոներ չէ եկել օդանավակայանում ինչ-որ բան ստորագրեց այդ հանքերի մշակման եւ այլն, դա էլ հանձնվեց Ամերիկային, այսինքն հանքերը հանձնվել է ԱՄՆ-ին, ճանապարհը կարևորագույն հանձնվել է ԱՄՆ-ին, հակառուսականության կամ Ռուսաստան դեմ պայքարի գործիքը որպես գործիք հանձնվել է Եվրամիությանը, հիմա նայում ենք ուրիշ ով կա, Իրանի Իսլամական Հանրապետություն, հարաբերությունները Իրանի հետ ինչպեսին է, փորձում է մանևրել, փորձում է որպես այդ Տրամպի ուղին չդառնա Իրանի եւ ԱՄՆ-ի շահերի բախում Հայաստանի Հանրապետությունում, այսինքն մեր երկիրը չդիտվի որպես այդ երկու հզոր միավորների միջև կռվախնձոր մահու կենաց, ինքը փորձում է Իրանի հետ ինչ-որ կամուրջներ, ինչ-որ կոմունիկացիաներ, ինչ-որ հարաբերություններ, հա, Իրանի գլուխը այս պայն մի փոքր խառն է, դեռևս, քանի դեռ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարցերը չի լուծել, որովհետեւ Իսրայելը վիժեցնում է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կնքվող պայմանագիրը, մի հուշագիր ստորագրվել է, որի մեջ նշված է, որ Լիբանանից պետք է Իսրայելի զորքերը դուրս բերվել, Լիբանանը այլևս չպետք է հրթիռակոծվի, հրետակոծվի, Իսրայելը ամեն ասոր այդ հուշագիրը, համաձայնագիրը վիժեցնում է, այսինքն քանի դեռ Իսրայել ԱՄՆ մի կողմից, Իրան մյուս կողմից այդ հակամարտությունը շարունակվում է, Իրանի քայլերը կոնկրետ Հայաստանի հետ սահմաններում այդքան խիստ չի, նա դեռ իր հիմնական հարցերը ունի լուծելու Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ Իրանը։ Հաջորդ միավորը Թուրքիա-Ադրբեջան։ Այստեղ իր համար հիմնական խնդիրները որն է, պահանջների կատարումը, մասնավորապես նոր սահմանություն։ Բոլոր պահանջները խտացված գալիս են նոր սահմանադրության շուրջ, որտեղ նոր սահմանությունից ցեղասպանության խնդիրն է փակվում, Թուրքիա համար շատ կենսական, Ադրբեջանի հետ կապված Արցախի խնդիրը ընդհանրապես իրավական առումով մայր օրենքով փակվում է, թեման փակվում է, ես չեմ բացառում, որ այդ նոր սահմանության մեջ Հայաստանը կլինի չեզոք պետություն, ավտոմատ կերպով դուրս է գալիս վերպետական ցանկացած ռազմաքաղաքական դաշինքից, Իսա նշանակում է, որ Թուրքիա եւ Ադրբեջանի նվազագույն եւ վերադարձի խնդիրը, փախստականների վերադարձի խնդիրը երևի թե սահմանության մեջ մի միջանկյալ ձևակերպում կտրվի, նոր սահմանություն նշանակում է Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավում, ու պատերազմ սկսելու այս պահին ռիսկերի նվազեցում, բայց նոր սահմանության համար Փաշինյանը պետք է ունենա 2/3 չունի։ Ինչու չունի այլ հարց է, ես ասել եմ, այս պայն իրան պետք չէ 2/3, իրան պետք է ժամանակ մանևրելու Ադրբեջանի Թուրքիայի հետ խաղալու։ Ես նշեցի բոլոր այն պետությունները, որոնք շահեր ունեն Հայաստանի Հանրապետությունում եւ վերջում ամփոփեմ Ռուսաստան։ Այ հիմա այստեղ ոտը քարին է առնում։ Հիմա Ռուսաստանը կա։ Եկեք շտապենք, գուցե կկարգավորի, ինքը մտածում է հիմա տեսեք, ինքը պատանդի կարգավիճակում է պահում բոլոր այն գործիչներին, ովքեր որ ասում են Ռուսաստանի հետ մենք պիտի ունենանք նորմալ հարաբերություններ, որտեղ մենք տնտեսապես կախված ենք եւ մեր եկամուտի աղբյուրները նաեւ այդտեղից է ունենք այդ կամ քաղաքացիներ։ Հիմա այդ քաղաքացիներն ինքը պատանդի մեջ է պահում, չեք տեսնում։ Թույլ չի տալիս Սամվել Կարապետյանը տնային կալանքի մեջ է, Ռոբերտ Քոչարյանին թույլ չի տալիս գնալ Գագիկ Ծառուկյանը ուղակի բառից բուն իմաստով տերորի տակ է։ Ես ասեմ, որ նույն կերպ նաեւ Սամվել Կարապետյանը չենք մոռանում, որ Սամվել Կարապետյանը 360 միլիոն ներդրում է արել Հայցում եւ այդ մարդու ձեռքից խլել են նույն
կերպ։ Հիմա ասենք այդ նույնը շարունակվում է Գագիկ Ծառուկյանի, մենք ամեն օր տեսնում ենք մի բան խլում է։ Այնպես որ Հիմա երբ որ ես ասում եմ, ոտը քայլն է առել, այսինքն ճանապարհին խոչընդոտ կա, ասած իմաստը դա է։ Այդ խոչընդոտը այն անձիկ են, որոնց կողմնորոշումը, քաղաքականությունը, կապերը Ռուսաստանի հետ են։ Դա իր համար խոչընդոտ է։ Այդ խոչընդոտը ինքը պետք է ճանապարհից անի։ Միաժամանակ այդ խոչընդոտը առևտրի նյութ է։ Պատական չի ինքը այսօր Ռուսաստանում է Գագիկ Ծառուկյանի այո, առավելը թռնում ու մտցնում է այնտեղ, է։ Սա այնտեղ հա? Խնդրեմ, ամբողջությամբ պարալիզացիա, բայց մարդիկ դուրս են եկել, որովհետև այս մարդը մյուս կողմից էլ աշխատատեղերի հարց է։ Ասեմ ձեզ, հիմա ես նշեցի տարբեր պետություններ, դաշինքներ, որոնք մեր տարածաշրջանում ու Հայաստանում շահեր ունեն, ամենախնդրահարույցը այս բան Ռուսաստանն է։ Ինքը մյուսների հետ ես նշեցի ավել կամ պակաս չափով ինչ որ հարաբերություններ ստեղծել է, խնդիրներ չունենա։ Իշխանության պահպանման համար խնդիր չունենա։ Այսօր միակ խնդիրը, որ արկա է, դա Ռուսաստանն է։ Ինչ կարող է անել Ռուսաստանը, այդ տնտեսական, կարելի ասել քաղաքական որոշումով, տնտեսական որոշակի գործընթաց է իրականացնում, որը կարող է Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական լարումներ առաջացնել, աշնանը կարող է առաջացնել ձմռանը ավելին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն հրապարակավ ասեց, եթե գազի հետ կապված խնդիր լինի Հայաստանի, ապա Եվրամիությունը պատրաստ է օժանդակել այդ խնդիրները լուծելու, այնպես ինչպես Մոլդավիա, Ուկրաինա։ Իհարկե Մոլդավիա-Ուկրաինա տարբերակը մեր մոտ այդպես տեղին չի, բայց ձեզ վստահեցնում եմ, ուղղակիորեն ասվել էր ադրբեջանական գազ, բայց այդ ադրբեջանական գազը մի օրում չի գալիս, դա բավական լուրջ խնդիր է, եթե անհրաժեշտ լինի, ես իմ ընկերներից մեկին, որը մասնագետ է, ինքը ինձ տեղեկանք է մասնագիտական տվել, եթե պետք լինի, այդ տեղեկանքի փակագծեր կարելի է բացել, ինչքան ժամանակ տեսականորեն, եթե նայենք ռուսական գազը շատ տանկ է, այդ գազը կամ փակվում է, կամ Հայաստանը չի գնում, ապա ինչա սպասվում։ Այսինքն ինչ խնդիրն է, օրինակ գազամուղը ամբողջությամբ ցանցը Գազպրոմին է, այսինքն ռուսականն է, դա արդեն խնդիր է։ Նույնիսկ եթե գազ մտնի, եթե տեսականորեն նայենք իրանական գազը գալիս կարող է հասնել իրանական գազը առավելագույն ճնշումով, մինչև Երևանի մի մասը, բարձեմ ասում, այսինքն Հայաստանի հարավը գալիս է հասնում է Երևան, Հայաստանի կենտրոնական մասը եւ հյուսիս այդ գազը չի գնում։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է շատ լավ հասկանում, թե ինչ ես ասեմ, հա։ Այսինքն Ռուսաստանն է իր համար այս պահին, իր եւ իր իշխանության համար խնդիրը Ռուսաստանն է։ Առավել եւս Սահմանադրական դատարանի որոշումից հետո անգամ Ռուսաստանը պաշտոնապես չճանաչեց։ Անուղղակի ճանաչել է, երբ այդ երկրի վարչապետը համատեղ միջոցառումների հետ է մասնակցում է իր հետ, սա անուղղակի ճանաչում է, բայց ուղղակի շնորհավորանք չկա։ Իր համար է խնդիր, թե ինքը հասկանում է, որ Ռուսաստանը, եթե տնտեսական է սահմանափակումները շարունակեն, երկիրը բան պայթելու է տնտեսական առումով։ Այսինքն եւ դրա համար ինքը շատ լավ գիտակցում է, ինչքան էլ որ Ուրսուլաները ժպտան ինչ որ բան խոստանան, ինքը հասկանում է, որ այստեղ ինչի կարող է վերածվել։ Դրա համար էլ առևտուր անում։ Դրա համար առևտուր անում, դրա համար ինքը իր թռնելուն զուգահեռ ասում է գնացեք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս տերորն արեք, դե այնտեղ պարզ է Սամվել Կարապետյան արդեն իր բռի մեջ է, կալանավորված է, Ռոբերտ Քոչարյանն էր սահմանափակումներ, Անդրանիկ Թևանյանին ձերբակալեք եւ այլն եւ այսինքն ինչքան ողջամիտ մարդ կա մեր երկրում, ինչ է ասում, բոլոր ողջամիտ մարդիկ ասում են նախ եւ առաջ դու ես ավելի խորացրել Ռուսաստանից կախվածությունը, ճիշտ է։ Իր ժամանակ եւ ապրանքաշրջանառությունը շատ ավելի մեծացել է, իր օրոք եւ եկամուտներն են այդտեղից եւ տրանսֆերն է ավելի շատ մեծացել։ Բոլորը ասում են, եթե դու գնում ես Ռուսաստանի դեմ ինչ որ քայլերի եւ այսօր Ռուսաստանի թշնամու արչեւ, Եվրոպայի արչեւ դու դարպասները բացում ես, ուրեմն դու խնդրեմ ես ստեղծելու։ Ինքն էլ դրանց նկատմամբ տերոր անում, որ